Սա Երևանն է։ Ես ապրում եմ Երևանում։ Այստեղ են ապրում նաև իմ նման շատ երեխաներ։ Հա, մոռացա ասել, ես Մերին եմ, ես շատ եմ սիրում երգել, բայց դեռ հստակ չեմ որոշել, թե ինչ եմ դառնալու։ Մասնագիտությունները շատ են՝ օդաչու, բժիշկ, փրկարար, հրշեջ, երաժիշտ, դիրիժոր։ Դրա համար էլ ես որոշել եմ երեխաների հետ հասկանալ, ինչ մասնագիտություն ընտրել եւ ինչ դառնալ։ Հեռուստաէկրանին երևալու ցանկություն ունեն բոլորը, սակայն այսօրվա հերոսի համար դա պարզապես ցանկություն չէ, այլ ապագա մասնագիտություն։ Ալենը որոշել է դառնալ հաղորդավար։ Ես Ալեն Հովակիմյանն եմ, 12 տարեկան եմ, ցանկանում եմ դառնալ հաղորդավար։ Մոռացել չի ասում։ Այդ բանը մոռացել էի, չի։ Բարև ձեզ, եթերում առաջին լրատվական Ես շատ եմ։ Այդպես։ Անկեղծ ասած, Ալենչիկը ուզում էր դերասան, բայց հետո, չգիտեմ, այնտեղ երեխաներով դպրոցում նկարում էին, ու ինքը փոխեց միտքը, որ չէ, ես անպայման ուզում եմ հաղորդավար դառնամ։ Որոշեցի դառնալ հաղորդավար, որովհետև մի անգամ հայրիկս հեռուստացույցով մի հաղորդում էր միացրել, ես նայեցի։ Իհարկե ես զգացի, որ ինքը սիրում է ու հասկացա, որ ինքը կարող է դառնալ հաղորդավար։ Այդտեղից ինձ մոտ առաջացավ, որ ես պետք է լինեմ այդ բնագավառում եւ ցանկացա դառնամ այդ պատճառով հաղորդավար։ Ու սկսեց շատ կարդալ մասնագիտության պատճառով, շատ գրքեր էր կարդում ու փորձում էր իրան հայլու առաջ որպես հաղորդավար։ Ու ինձ շատ դուր է գալիս, որովհետև ես զգում եմ համ կարող է, համ էլ իրեն սազում է։ Այդ ժամանակ ցանկանում էի դառնալ դիվանագետ եւ հենց այդ ժամանակ հայրիկս այդ հաղորդումը միացրեց տեսա, ես երկար մտածեցի եւ հասկացա, որ պետք է լինեմ այդ բնակավարում։ Ես որպես տատիկ համաձայն էի, որ նա ընտրեր հաղորդավարի, լրագրողի մասնագիտությունը։ Ալենը, ոյ, շատ տանկարկ, չարաճճի, ամենտեղ քիթը խոթեր ու աշխուժ երեխա էր։ Փոքր տարիքում ինձ հիշում էի, որ շատ ակտիվ էի, ինձ գնում էի շատ խաղալիքներ։ Ավելի համարձակ, ասենք, թե խոսելու մեջ, թե ու զսպվածություն ուներ, երբ որ շատ մարդիկ էին լինում շրջապատով, ինքը շատ լուրջ էր լինում։ Պարտեզում էր անկարգ բաներ անում։ Ինքը ուտում վերջացնում էր իր փլավը, կողքի աղջիկը փլավն էր ուտում սեղանի տակից։ Կանանց ուտում էր։ Մի անգամ էլ եղավ այնպիսի դեպք, որ կարկանդակներ էին բաժանել, իմ կարկանդակը վերջացրեցի ուտելու, կողքից աղջիկա կարկանդակը վերցրեցի, թևը սկծեց եւ այդ օրվանից ես էլ չեմ սկսում այդպիսի չտեսություն անել։ Չգիտեի ինչ ասեի։ Սիրում էր ամեն ինչը լսեր, ընդօրինակ էր։ Բակում սիրում էր ֆուտբոլ խաղալ, սիրում էր նկարել։ Եղբայրս միշտ ընկերների հետ ֆուտբոլ է խաղում, կարող է նկարում է։ Ամենտեղ ինքը կար, որտեղ տղաներն էին, ինքը այնտեղ խաղում էր։ Ամենաշատ սիրում էր հեռուստացույցով հաղորդումները։ Ինքը միշտ հեռուստացույցի մոտ ա եղել։ Փոքր ժամանակ, երբ որ հեռուստացույց էինք միացնում, իրան էլ չէր լինում իր հետ խոսել, ինքը լրիվ անջատվում էր ու կլանված նայում էր։ Ես միշտ էլ հեռուստացույցի նկատմամբ եղել եմ շատ ուշադիր, ակտիվ եմ եղել։ Անգամ եթե խոսում էին, ինքը ջղայնանում էր, որ ուզում էր կլանված նայեր հեռուստացույցի։ Ոչ մի բան բաց չթողներ։ Ավելի շատ այդ հումորային հաղորդումներն էր սիրում ու կլանված նայում էր, հանկարծ իրան չխանգարեինք, որ ինքը չշեղվեր։ Ու իր այդ որ խոսում ենք, ինքը չէր լսում մեզ։ Ով ինչ նկատողություն տար, ինչի պատճառով ինձ հետ խոսեր, ես ուշադրություն չէի դարձնում, ուշադիր նայում էի այն հաղորդումը։ Այո, հեռուստատեսությունը մոգական ազդեցություն ունի։ Շատերը պարզապես սիրահարվում են կապույտ էկրանին, եւ դա այդպես է եղել բոլոր ժամանակներում։ Հեռուստատեսության պատմությունը դեռ մի դար էլ չի բոլորել, բայց արդեն չկա աշխարհում գոնե մեկ հանրապետություն, որտեղ հեռուստատեսային հեռարձակում չլինի։ Սկզբում հեռուստատեսությունը բաղկացած էր միայն շարժվող պատկերներից,
Հետո ավելացավ նաև ձայնը, իսկ ավելի ուշ շոտլանդացի գիտնական Ջոն Բերդիի շնորհիվ հեռուստատեսությունը դարձավ գունավոր։ 1928 թվականի հուլիսի 3-ին էլ եթերը հեռարձակվեց առաջին հեռուստահաղորդումը։ Կապույտ էկրան արտահայտությունն էլ առաջացավ այն պատճառով, որ հին հեռուստացույցները մինչև հեռուստաաշտարակից ազդանշան ստանալը կապույտ գույնով էին վառվում։ Սկզբում հեռարձակվում էին միայն լրատվական հեռուստահաղորդումներ, եթերային հաշված րոպեների ընթացքում, իսկ հեռուստաէկրանին էլ հայտնվում էին միայն ընտրյալները։ Ընդամենը մի քանի տասնամյակ հետո հեռուստատեսությունն արդեն անճանաչելի է։ Լույսեր, գույներ, հատուկ էֆեկտներ, ժամանցային կրթական հաղորդումներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր։ Էկրանին մեր կյանքն է, դեռ մի բան էլ ավելին։ Այն ամենն ինչ անգամ պատկերացնել չենք կարող։ Ես նայում էի տարբեր հաղորդումներ, ցանկանում էի վարել այնպիսի հաղորդում, որը օրվա մեջ կլինի ամենաառաջինը, մարդկանց ուրախություն կպատճառի։ Ինքը փոքր ժամանակ լուրեր էր շատ նայում, ու սիրում էր, որ իրան չխանգարեին, կլանված լսում էր, ու իրան հետաքրքիր, թե ոնց են այդքանը անգիր արել։ 4 տարեկանից 3 տարեկանից ես զգացել եմ, որ հեռուստացույցի դեմ հենց սկսում էր հաղորդումները, նա արդեն նստում էր, եթե անգամ խոսային ինքը բան չէր լսի, այդ հենց կլանված նայում էր։ Իրան այդ վիճակը դուր էր գալիս, որ հեռուստատեսությամբ երևա ու լուրեր վարի։ Քանի որ հիմա որոշել եմ դառնալ հաղորդավար, դիետա եմ տովում, որպեսզի իմ կառուցվածքը լինի գեղեցիկ, իմ լուրերը լինեն գեղեցիկ եւ ինձ բոլորը հարգեն սիրեն։ Հիմա ինքը իր խոսքի վրա շատ աշխատում, որ ճիշտ խոսի։ Մեզ էլ ստիպում է, որ իր հետ ճիշտ խոսենք, սխալ չանենք։ Եղբորն է շատ ուղղություն ցույց տալիս։ Ես մի օր ասեցի վերջում, ասեցի ստեսություն, Ալենը ստոպ տվեց, ասեց ոչ, ստեսություն չէ, ցտեսություն։ Քանի որ ես հիմա որոշել եմ դառնալ հաղորդավար, սկսել եմ կարդալ շատ գրքեր, պատմվածքներ, առակներ, նաև կարդում եմ մեկ-մեկ հեքիաթներ։ Ուզում է սպորտի գնա, որ իր կառուցվածքը համապատասխանի։ Դրա համար փորձում եմ սպորտի, լողի, որ անգամ բժշկին ասեց ինձ դիետա տվեք, որ ես նիհարեմ։ Հաղորդավար դառնալու համար ես շատ ակտիվացված ձևով պարապում եմ նաև անգլերեն։ Որ ընտրեց այդ մասնագիտությունը հաղորդավարի, սկսեց անգլերեն սովորել։ Իմ կարծիքով ես շատ երկար տարիներ կլինեմ հեռուստատեսությունում եւ կլինեմ այնտեղի հերոսը։ Աշխարհի ամենահարուստ հաղորդավարներն այդպիսին չեն ծնվել։ Նրանք իրենց տաղանդով եւ յուրահատկությամբ են հայտնվել հեռուստատեսությունում։ Մինչ օրս էլ էկրանին են եւ ընդգրկվել են աշխարհի ամենահարուստ հաղորդավարների ցանկում։ Դեռ 96 թվականին Դեվիդ Լեթերմանին հայտարարեցին բոլոր ժամանակների հեռուստաաստղ։ Երեկոյան շոու Դեվիդ Լեթերմանի հետ հաղորդումը համարվում է ամենառեյթինգային ու երկարակյաց հաղորդումներից մեկը ամերիկյան հեռուստաշուկայում։ Սայմոն Քոուել այս հեռուստաաստղի գործունեության ոլորտը տաղանդ շոուներն են։ Նա արդեն հասցրել է լինել American Idol, Britain's Got Talent նախագծերի ժյուրիի անդամ եւ անմիջական մասնակցություն ունի X Factor հեռուստանախագծի ֆորմատի մշակմանը։ Ըստ Forbes ամսագրի ամենաազդեցիկ հեռուստահաղորդավարների տասնյակը արդեն մի քանի տարի գլխավորում է Դոնալդ Թրամփը։ Իր վարած թեկնածու հաղորդումից ոգեշնչվելով, նախկին բիզնեսմենը, հետո արդեն հաղորդավարը որոշեց քաղաքականություն մտնել։ Դոնալդ Թրամփը նաև աշխարհի ամենահարուստ հաղորդավարների թոփում է։ I'm really rich. Էլեն Լի Դեջեներս, դերասանուհի հաղորդավարուհի, իր անունով կոչված Էլեն շոուի համար 11 անգամ Էմի մրցանակի արժանացած այս կինը հայտնի է իր էքսցենտրիկ եւ ոչ սովորական պահվածքով։ Նա այսօր ամենահայտնի եւ հարուստ հաղորդավարներից մեկն է։ Աշխարհում ամենահարուստ կինը հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին է։ 1980-ականներից նա արդեն փայլում էր էկրանին։ Սկզբում լուրերի մեկնաբան, հետո տարատեսակ հաղորդումներ, իսկ 1986-ից եթեր դուրս եկավ Օփրա շոուն։ Այն 25 հեռուստասեզոն ունեցավ, եթեր դուրս եկավ 4561 էպիզոդ։ Օփրան մինչ օրս եթերում է, բայց հիմա արդեն իր հեռուստալիքի եթերում։ Ինձ ավելի շատ դուր կգա, որ այդպես ժամանցային ակտիվ ինչ-որ հաղորդման մեջ ինքը հաղորդում վարի։ Կարծիքով ժամանցային ավելի շատ ինքը կսիրի ժամանցային հաղորդումներ վարել։ Ես ինձ միշտ պատկերացրել եմ ավելի շատ ժամանցային ծրագրերում։ Լուրեր էլ չի խանգարի, որովհետև ինքը լավ կարող է այդ ամեն ինչը անել։ Ինքը կոստյումով եւ գալստուկով նստած կլինի եւ այդ ամենը կվարի։ Վարեմ այնպիսի հաղորդում, որ մարդիկ ամեն րոպե կարող են ծիծաղել։ Ալենը հաղորդավար
լավն լինելու եւ կարող է հաղորդումը լավ վարել։ Ցանկանում եմ լինել կատակասեր եւ այն մարդիկ, ովքեր շատ լուրջ են, ես միշտ նրանց տրամադրությունը բարձրացնում եմ իմ կատակներով։ Պրոֆեսիոնալ հեռուստատեսությունում նա դեռ չի աշխատում, սակայն արդեն փորձում է հաղորդումներ նկարահանել եւ հարցազրույցներ վարել։ Իսկ ընկերություն հասելով ինչ եք հասկանում։ Հասկանում եմ մի ապակի, որ չի եթե կոտրես, այլևս չես կարող միացնել։ Շնորհակալություն, ցավոք այսօրվա մեր ժամանակը ավարտվեց, եթերում էր Հովակմյան Ալենը, ցտեսություն։ Ես ունեմ YouTube-յան ալիք, որի մեջ ես եւ իմ ընկերները գցում ենք շատ տեսահոլովակներ։ Ես տեսել եմ իր նկարահանումները, չգիտեմ, տատիկն էի, թե ինչ ինձ դուր եկավ։ Ես այդ ամենը արել եմ, որպեսզի բառապաշարը ավելի հարստանա, ես ազատ լինեմ կամերայի առաջ եւ կարողանամ ազատ հանգիստ շփվել դիմացինիս հետ։ Առաջի այդ հաղորդումից զգացի, որ շատ համարձակ խոսում է։ Որ առաջի անգամ տեսա, շատ հետաքրքիր ու շատ զարմացա ու շատ դուր եկավ։ Երբ որ մայրիկն ու տատիկը ինձ տեսան, նրանք ուրախացան եւ այդ բոլոր տեսահոլովակների մեջ իմ բոլոր բառասխալները ես մոնտաժել եմ եւ ուղղել եմ այդ ամենը, խոսել եմ շատ գեղեցիկ, լակոնիկ ձևով։ Հպարտանում էին տղայով, որ իր մոտ տենց լավ ստացվում է։ Ես իմ երևի տատիկն էի, դուր եկավ ինձ։ Նրանք ինձ ոգևորեցին եւ ես մինչեւ հիմա էլ այդ տեսահոլովակներ եմ նկարում եւ գցում եմ իմ YouTube-յան ալիքում։ Բարև հայրի, ես Ալենն եմ, 12 տարեկան։ Ես քեզ կպատմեմ մի քիչ իմ կյանքի առօրյայի մասին։ 12 տարեկան եմ, փոխում եմ 7-րդ դասարան, սովորում եմ 106 Վարդանանց ասպետներ հիմնական դպրոցում, ունեմ լավ եւ վատ կողմեր, լավ կողմերիցս այն է, որ շատ ընկերասեր եմ, սակայն մարդուն շուտ չճանաչելով սկսում եմ նրան նվիրվել։ Իրանք եղբոր հետ, Ալենն ու եղբայրը շատ են սիրում իրար ու շատ կապված են։ Ու Ալենը որ փորձում է ինչ-որ հաղորդում նկարի, եղբորներ է ստիպում ու պարտադրում, որ արի դու էլ ինձանից հարցազրույց վերցրու կամ ես քեզանից հարցազրույց վերցնեմ։ Ասում է, Արմեն, խնդրում եմ, արի ինձ օգնի, չեմ կարող մենակ պարապեմ։ Ասում եմ, չէ։ Ասում եմ, ամանչում եմ, ասում է, այդտեղ ամանչելու բան չկա, ոչ եկել են նկարելու, ոչ էլ ես քեզնից ինքը ինձնից հարցազրույց էլ վեկանում, ասում էր ոչ եկել են նկարելու, դե տենց։ Նա ինձ օգնում է նկարահանումներում շատ, որպես նա խաղում է ռեժիսորի դերը։ Ալենն ասում է, արի հետս պարապի, ասում եմ չեմ կարա, ինքը ինձ բացատրում է, չեն եկեն նկարահանեն, դու արի ինձ օգնի, ես պարապեմ։ Ես նրան այնպես եմ անում, որպեսզի նա կարողանա խոսել, որպեսզի նրա լեզուն էլ բացվի, նա էլ նույնպես ունենա ճարտար լեզու։ Հաճախ որ չեմ նկարվում Ալենի հետ, կռվում ենք, հետո կարող է բարիշ ենք։ Երբ որ նա պետք է խոսի փողոցային լեզվով, այդ ժամանակ կարող եմ կռվել իր հետ, սակայն լավ նպատակով։ Արմեն, լավ, ինչպես գիտենք, վերջերս դուք խաղում եք Լաշկերտի դեմ եւ դուք պարտվում եք ու ես գիտեմ, որ խփեցիք մի գոլ, որով փրկեցիք ձեր թիմին պարտությունից։ Խնդրում եմ, կարող եք նկարագրել ինձ ինչպես եղավ այդ պահը եւ ինչպես դուք խփեցիք այդ հայտնի գոլը։ Մրցավարը 3 րոպե էր ավելացվել, որից 2 րոպեն անցել էր, մնացել էր 1 րոպեն։ Եվ այդ 1 րոպեի ժամանակ ես խփեցի ոտքով ուժեղ խփեցի գնդակին եւ գնդակը գոլ մտավ։ Ալենչիկին առաջարկեցի, որ այդքան շատ ես ուզում հաղորդավար դառնաս, արի գնանք դպրոց փորձենք։ Երբ որ Ալենը որոշեց, որ գնա հաղորդավարների դպրոց, դա ինձ էլ շատ դուր եկավ։ Ամենաշատը ես այդ դպրոց գնացի Գայանե Փայտյանի համար։ Բառերի մեջ ես բոլոր տառերն եմ հնչեցնում։ Նախադասության մեջ բոլոր բառերն եմ հստակ հնչեցնում։ Եթե դուք մի տոնով, ձայնի մի տոնով սկսում եք նախադասությունը ասել, նույն տոնով էլ պիտի ավարտեք։ Ինքը ասաց, որ ուզում է հաղորդավար դառնալ, ուզում է հեռուստատեսություն գնալ, այդ ինքնավստահությունը, այդա այդ հեռուստատեսային ինքնավստահությունն էր իր մոտ։ Ալեն ջան, ինձ մի հատ կհիշեցնես հրաժեշտի որ ձևներ, որը պետք է կատարյալ ճիշտ ասել, հակառակ դեպքում ավելի լավ է հրաժեշտ չտաս։
մարդուն։ Հրաժեշտի ամենաճիշտ ձևը դա ցտեսությունն է, չի կարելի ասել ցտեսություն կամ առայժմ։ Սկզբից չէր պատկերացնում, թե այնտեղ ինչ ա լինելու։ Ճիշտ ասած, առաջի 2-3 պարապմունքը մայրս ինձ ստիպելով տարավ։ Այցելությունից հետո ոգևորվեց ավելի շատ։ 4-րդ պարապմունքը ես գնացի, մի հետաքրքիր բան անցանք մենք եւ դուրս եկա, պարապմունքը վերջացել էր, արդեն պետք է գայինք տուն, ես մայրիկին ասացի, որ էլ ընդհանրապես դուրս չեմ գալու։ Ես զգում եմ ինքը կարող է, իր մեջ կա, ես էլ էի զգում, որ ինքը կարող է։ Ասում են, լավ է, որ ասեցիր ու գնացինք։ Հիմա համ Գայանեին է շատ սիրում, համ էլ այդ դասն է շատ սիրում։ Ինքը ինձ շատ դուր եկավ, նա ինձ բացատրում էր, թե մենք ինչ պետք է անցնենք եւ նրա իմ տպավորությունները շատ լավն էին նրա հանդեպ։ Խոսքը, բառը, ընդհանրապես խոսքի կուլտուրան շատ հզոր է։ Դուք ձեր սիրուն խոսքով, դուք ձեր ճիշտ խոսքով լիքը բաների կարող եք հասնել։ Առաջինահերթ հաղորդավարը, մեկնաբանը պիտի խելք ունենա, գլխի պարունակությունը պիտի բավարար լինի։ Գայանե Փաթյանին միջև Ալենչիկի գնալ հաղորդավարներ, իհարկե հեռուստացույցով տեսել էինք, որտեղ լսում էինք, որ ինքը շատ կիրթ, ավելի մասնագիտացված է իր մասնագիտության մեջ ու որոշեցինք հենց իր մոտ։ Հենց լսեցինք, որ նայա, մտածեցինք, որ ինքը շատ ավելի ճանաչված լավ հաղորդավար է, ուրեմն իր մոտ ավելի լավ կլինի, որ Ալենչիկը գնա եւ Ալենը գնա եւ սովորի։ Ճիշտն ասած, Ալենը շատ լուրջ տղա է։ Ես մտածել եմ այդ տարիներ հետո հետաքրքիր է Ալենը ինչ ժանրում կլինի հեռուստատեսությունում, ոնց մտածում եմ, ոնց պտտվում եմ, Ալենը պիտի որ գնա լրատվական վերլուծական ժանրեր։ Ուղիղ եթերը մեծ պատասխանատվություն է պահանջում։ Նույն պահին այն ինչ կատարվում է տեսախցիկների առջև, հեռուստատիտողը տեսնում է էկրանին։ Եվ իհարկե խուսափել տարօրինակ, երբեմն նույնիսկ զվարճալի դեպքերից չի ստացվում։ Կենդանիներ ուղիղ եթերում ոչ։ Հետևեք ազդանշանին, գուցե դուք արդեն ուղիղ եթերում եք։ Ուղիղ եթերն ազդեցիկ է, բայց հաճախ վտանգավոր, շատ վտանգավոր։ Ամենակարևորը, որ այստեղ եկողը պիտի սովորի ճիշտ խոսել։ Գայանե Փաթյանի մոտ գնալուց հետո ես զգում եմ, որ Ալենի խոսակցականն է փոխվել եւ ավելի կարելի ասել ավելի կիրթ է ավելի խոսում։ Գայանե Փաթյանի դպրոցում մենք սովորում ենք խոսքի կանոններ, էթիկայի կանոններ։ Ամեն մի սխալը մեր բռնում էր։ Պատարակը այս ձեռքով չեմ բռնում, դանակ այս ձեռքով պետք է բռնել, այս սխալ ես արտասանում, ճիշտ խոսեք։ Չսկսեք նախադասությունը նորմալ ձայնով, գաք վերջում ձայնը լրիվ իջեցնեք եւ վերջին 1 բառը կամ 2 բառը կուլ տակ։ Սա ճիշտ չէ, սա կոչվում է խոսքի կուլտուրա։ Ես շատ եմ արժևորում ճիշտ խոսքը, խոսքի տեխնիկան, խոսքի կուլտուրան եւ այստեղ իրապես շեշտը դրվում է հենց այդ ամենի վրա։ Երբ որ մենք նկարվում ենք եւ ինչ որ մեկը մի բան մոռանում է, մենք միշտ իրար հուշում ենք, որպեսզի ամեն նկարահանում ստացվի շատ լավ։ Ինքը ուներ խնդիր, ինքը հենց սկսում էր խոսել, իր խոսքի հետ միասին իր ամբողջ մարմինը շարժվում էր, գլուխը շարժվում էր, մինչև այն պահը, երբ որ մենք այստեղ սկսեցինք մեր նկարահանման տրեյնինգները եւ ինքը իրեն տեսավ կադրում։ Ալենչիկը օրինակ ապագայում ես շատ կուզեի, որ լավ խելացի կրթված հաղորդավար դառնար։ Այդպես էլ մտածում եմ, որ ինքը այդպես էլ դառնալու է հաղորդավար, չգիտեմ ինչու իմ մեջ այդպես է տպավորվել։ Ինչը հետաքրքիր է, թե ինչպես են լրագրողները եւ հաղորդավարները պատրաստում իրենց լուրերը, եւ ես միշտ ցանկացել եմ լինել նրանց տեղում եւ այդ ամենը տեսնել իմ աչքերով։ Էկրանի ետնամասում կատարվող աշխատանքները նույնքան հետաքրքիր են, որքան այդ աշխատանքի արդյունքը։ Բազմաժանր հաղորդումներն ու ուղիղ հեռարձակումները կատարվում են հսկայական թիմի շնորհիվ։
Ալեն ջան, ինձ ասել էին, որ դու պիտի գաս, ես քեզ սպասում էի։ Սա մեր տաղավարն է։ Այստեղից եթեր է հեռարձակվում առաջին լրատվական ծրագիրը։ Բայց ինչպես տեսնում ես, այն մեծ տաղավար է, այստեղ մենք ունենք նաև այլ հատվածներ, այս հատվածից Գևորգ Ալթունյանի տեսանկյուն հաղորդաշարն է եթեր հեռարձակվում, իսկ այստեղ նկարահանվում է հարցազրույցը առաջին Նվեր Մնացականյանի հետ։ Իսկ մենք եթեր դուրս ենք գալիս այն հատվածից, ուզում ես մոտենանք սեղան։ Այո, ինչ շատ հետաքրքիր կլինի։ Լավ հեռուստա մեկնաբանային պատկերացման պիտի լինի այն մարդը, որ կարողանա իր խոսքը տեղ հասցնել։ Եվ նա պիտի այո ունենա եւ խոսքի կուլտուրա, եւ մարզված շնչառություն, եւ գեղեցիկ արտաքին, կոկիկ տեսք, որպեսզի կարողանա իր խնդիրը կատարել ինչպես պետք է։ Իսկ սուֆլյորը ինչ է նշանակում։ Սուֆլյորը դա մեր հուշարարն է, այսպես ասած, բնականաբար տեքստերը ինքներս արդեն կազմել ենք, գիտենք ինչի մասին է խոսքը, բայց այդ ամենը մենք նաև ունենք այդպես շարքով բարձրացող սուֆլյորի վրա, այսինքն իրականում մենք կարդում ենք այս տեքստերը, որոնք մենք ինքներս գրել ենք նախապես։ Այսօրվա հեռուստատեսության իհարկե գլխավոր տարբերությունը նախկինից որ կարող ենք համեմատել, դա դինամիկան է, որ հիմա հեռուստատեսությունը շատ ավելի դինամիկ է աշխատում։ Այն ժամանակ մի քիչ շատ էր պաթետիզմը։ Հիմա բնականաբար հեռուստադիտողը իրեն քեզ պիտի ոչ թե որպես այդպես ինչ որ մեկին ընդունի իր տանը, այլ որպես ընկեր, որպես անհատ, որ իրեն եկել է ինչ-որ լուրեր ասելու։ 60 տարի առաջ նոյեմբերի 29-ին Հայաստանում տրվեց հեռուստատեսության մեկնարկը։ Հայկական էկրանի առաջին հաղորդավարուհին Նարա Շլեպչյանն էր։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Սկսում ենք հայկական հեռուստատեսության փորձնական հաղորդումները։ Մինչև 1957 թվականի փետրվարը փորձնական շրջան էր, իսկ պաշտոնական բացումից հետո արդեն շաբաթական 4 անգամ 2 ժամով հայկական եթերը հաղորդումներ էր հեռարձակում։ 1973 թվականի մարտին սկսվեցին սև-սպիտակից գունավոր հեռուստաեթերի անցնելու պատրաստությունները։ Մայիսի 1-ին հայկական հեռուստալիքը առաջին անգամ եթեր դուրս եկավ գունավոր հեռարձակմամբ։ Այսօր հայկական եթերը ոչ միայն գունավոր է, այլև բազմաժանր։ Տասնյակից ավելի նոր ու շքեղ տաղավարներ, նոր դեմքեր, թարմ իրադարձություններ, ժամանցային, տեղեկատվական, մշակութային ու գիտահանրամատչելի ծրագրեր, տարիքային բոլոր խմբերի համար։ Իսկ հիմա կարող եմ մի քիչ տեքստ կարդալ, իբր թե առաջի լրատվականն եմ վարում։ Իհարկե, սա մեր ժամը 13-ի թողարկման տեքստերն են, որը դու կարող ես կարդալ կամ թղթից, կամ հուշարարի միջոցով։ Բարև ձեզ, եթերում առաջի լրատվականի հատուկ թողարկումն է, որ այսօր կվարեմ ես, Ալեն Հովակիմյանը։ Սկսենք։ Մեր երկրի ամենացուրտ անկյունում շարունակում է իր ջերմությամբ հիվանդներին ապաքինել Տիրամայր Նարեկի հիվանդանոցը։ Արդիականացման ինչ նոր ծրագրերով է դեպի Ոսկե Հոբելյան գնում հիվանդանոցը։ Աննա Մարտիկյանի տեսանյութում։ Հաջորդ է։ Չէ, հաջորդը պետք չի կարդալ։ Շատ բարի է Ալեն ջան, բայց պիտի մի քանի դիտողություններ քեզ անեմ ցավոք սրտի նախ։ Ճոճվել չի կարելի աթոռի վրա։ Դա երևի ժամանակի ընթացքում կսովորես։ Ավելորդ շարժումները կարող են հեռուստադիտողին շեղել ուշադրությունը եւ այլ բանի վրա։ Իսկ կարևորը, ինչպես ասացինք, միտքը պիտի տեղ հասնի։ Եվ այդ միտքը տեղ հասցնելու համար նախ դու պիտի ամբողջությամբ մտքով լինես դրա հետ։ Դու հասկանաս ինչ ես ասում։ Ինձ շատ հետաքրքիր էր լինել առաջի ալիքի տաղավարում եւ հասկացա, որ լուրեր վարելը դա շատ բարդ գործ է, որի համար պետք է ունենալ խոսքի կուլտուրա, պետք է ունենալ լավ շնչառություն, ամեն ինչ էլ փորձեցի եւ ինձ շատ հետաքրքիր էր այդ ամենը։ Շատ աշխատանք իհարկե ունի անելու, բայց իհարկե գնահատելի է, որ նա ունի այդ մեծ ցանկությունը եւ եթե մարդ ունի ցանկություն, շատ աշխատելու դեպքում եւ ճիշտ աշխատելու դեպքում ինքը կհասնի իր նպատակին, ես կարծում եմ։ Ես շատ շնորհակալ եմ Շահանե Մեժլումյանին, որովհետև նա ինձ բացատրեց այն ամենը, ինչը որ ես պետք է անեմ, որպեսզի կարողանամ դառնալ հաղորդավար, եւ իմ տպավորությունները շատ լավն էին իր հանդեպ։ Շատ կուզենայի, երազեի, երազանքն է, որ հեռուստատեսությամբ լուրեր մեկնաբաներ, իր մեկնաբանությամբ լսեինք այդ լուրերը, ու ինձ թվում է շատ լավ կլիներ,
ես շատ ուրախ կլինեմ։ Ես երազում եմ, որ մի օր նստեմ եւ տեսնեմ, որ Ալենը հաղորդավար է ու ես ինքս իմ մեջ իմ թորնիկով հպարտանամ, որ միայն ես չեմ տեսնի, շատ մարդ կտեսնի, որ իմ թորնիկը Ալենը դարձել է հաղորդավար ու արդեն ճանաչված մարդ է դարձել։ Ես շատ կուրախանամ, որ իմ եղբայրը դառնա հաղորդավար, նստեմ հեռուստացույցի դիմաց եւ միացնեմ հեռուստացույցը, տենամ եղբայրս հաղորդում է վարում։ Ցանկացած մասնագիտության պարագայում պետք է լինել զարգացած, աշխատասեր եւ մարդ։ Կարևոր չէ թե ինչ մասնակետ կդառնան, զարգացած եւ խելացի մարդ լինեն։ Այսօրվա փորձը ինձ համար շատ հետաքրքիր էր, սակայն նույնպես դժվար էր եւ ես որոշեցի, որ պետք է շարունակեմ, պետք է սովորեմ եւ դառնամ հաղորդավար։ Հեռուստատեսությունը կախարդական աշխարհ է։ Այդ աշխարհի բնակիչներն էլ իրենց հերթին կախարդանք ունեն։ Եթե դուք որոշել եք հեռուստահաղորդումները ոչ թե նայել, այլ լինել դրա ստեղծման մասնակիցը, ապա ժամանակն է ասել. ես ուզում եմ դառնալ հաղորդավար։